Սա ապագայի մարդու կմախքն է, կռացած ողնաշար, առաջ թեքված գլուխ, լարված պարանոց։ Լավ կլիներ, եթե այս տեսարանը միայն գրաֆիկա լիներ, բայց սա մեր իրականությունն է։ Բժիշկները փաստում են, ողնաշարի խնդիրներով դիմելիությունը զգալիորեն մեծացել է։ Եթե մենք հետ գնանք 20 տարի առաջ, շատ ավելի քիչ էր կեցվածքի շեղումները, նորից լինում էին, բայց ավելի քիչ, քան հիմա։ Այսինքն գալիս է դա նրանից, որ նստակած կյանքը գերակշռում է հասարակության կյանքում առօրյայում։ Ողնաշարի դեֆորմացիաների հիմնական մեղավորը պարզվում է գադջեթներն են, դրանք ոչ միայն նպաստում են կեցվածքի խանգարմանն, այլ նաև մարդուն գամում աթոռին։ Homo sapiens, չէ, տենց հասկացողություն կա, հիմա կարելի է ասել homo gadgets, ինչ որ գնում ենք դեպի մարդը հազարավոր, տասնյակ հազարավոր տարիներ է պետք եղել, որպեսզի ուղղահայաց դիրք ընդունի։ Հիմա գնում ենք հակառակը, այսինքն գադջետները ստիպում են մեզ, որպեսզի մենք նորից կռանանք, հետ գնանք, իսկ հետդարձ ինչ-որ ճանապարհ է նկատվում։ Երեխաներն այս խնդրի հիմնական ռիսկային խմբում են, քանի որ նրանց ողնաշարը դեռ ձևավորման փուլում է և ավելի հեշտ է դեֆորմացվում։ Երբ որ արդեն ծնողը հեռախոսը տալիս է երեխային, 3-4 տարեկանից սկսված, մենք արդեն այսօր նկատում ենք խնդիր։ Ցավեր, 6-7 տարեկան երեխաներ են հաճախում, որոնք ունենում են ցավեր, թե պարանոցի, թե մեջքի հատվածում։ Որտեղ է օգուտի և վնասի հավասարակշռման գիծը, դժվար է ասել։ Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնում տարեկան 250 երեխա ստանում է թվային գիտելիքներ։ Շատերի համար սա ապագայի ավելի հարթ ճանապարհի սկիզբ է, բայց համակարգչային մասնագիտությունը միշտ իր հետ առողջական խնդիրներ է բերում։ Այստեղ թե ծնողները, թե ուսուցիչները փորձում են երեխաների իրազեկվածության բարձրացման շնորհիվ գտնել ոսկե միջինը։ Տաններ, ուսուցիչներն էլ ինչ են ասում, համակարգչի դիմաց ինչպես է պետք նստել։ Հեռու շատ մոտիկ չնստել, որ աչքերը չվնասվել, մեկ էլ հենվել աթոռի այս մասը, որ ողնաշարը չցավա։ Ես փորձում եմ դադարել աշխատանքի ժամանակ եւ քիչ եմ օգտագործում համակարգիչը։ Ես փորձում եմ ուղիղ նստել, ժամանակ առ ժամանակ դադար ունենալ, որպեսզի մեջքս չցավա։ Տանը ծնողները։ Ահա, ինչ են ասում։ Շատ զբաղվի համակարգչով կամ հեռախոսով, Որովհետև վնասում է աչքերը, ուրիշ մեջքը ուղիղ նստի։ Շատ եմ սիրում համակարգիչ ու հեռախոս օգտագործել։ Իսկ վնասների մասին լսել եք։ Այո, լսել եմ, տանը շատ են ասում, որ հեռախոս շատ չպետք է նայես և համակարգիչ, քանի որ դա և աչքին է վնասում, և մեջքին ցավում է ողնաշարը կամ վիզը։ Դե հիմնականում մեծերը ավելի երկար են հեռախոսի մեջ մնում, քան երեխաները։ Համակարգչից պահել համապատասխան հեռավորություն, նստել ուղիղ և ժամանակ առ ժամանակ ընդհատումներով։ Այս հորդորը պարբերաբար հնչում է մեծերի կողմից փոքրերին, իսկ ով պետք է զգուշացնի մեծերին։ Օրական 6 ժամից ավելի նստակյաց էկրանային գործունեությունը կարող է մինչև 80%-ով բարձրացնել պարանոցի ցավերի առաջացման հավանականությունը։ Եթե ստատիստիկա նայում ենք, շատ ավելի բարձր տարիքով մարդիկ, ովքեր մինչ այս գադջետները, մինչ գադջետների դուրս գալը իրենք աշխատել են առանց նստակյաց կյանքի, օրինակ 50, 60, 70 տարեկանում շատ ավելի քիչ է խնդիրները կեցվածքի շեղումների, քան երիտասարդների կամ երեխաների մոտ։ Թե ինչպես և ինչ դիրքում է առաջանում հիմնական խնդիրը, մասնագետը մանրամասն ներկայացնում է։ Ուրեմն, երբ որ մենք վերցնում ենք հեռախոսը մեր ձեռքին եւ նայում ենք դեպի ներքև, չէ, դա առաջացնում է մոտավորապես 60 աշճան թեքվածություն, իսկ այդ 60 աշճան թեքվածությունը առաջացնում է մոտավորապես 27 կիլոգրամ ծանրաբեռնություն պարանոցային հատվածից։ Եթե մենք տեսնենք, որպես ապագայի մարդը ինչ տիպի կարող է լինել, հիմա քիչ-քիչ առաջանում է այնպիսի տենդենս, որ ծոծրակային հատվածում առաջանում են երկու կետիկներ ոսկրացած, այսինքն երբ որ մենք ունենում ենք գլուխը դեպի առաջ, ծոծրակային հատվածում, այստեղ թմբիկներ կան, դրանք գնալով ավելի են զարգանում։ Ես մտածում եմ, եթե այսպես շարունակվի, մենք մի 20-30 տարի հետո այդ թմբիկները ավելի արտահայտված կլինեն։ Ախտանիշները տեսանելի են կուզ, ողնաշարի ծրվածություն և իհարկե ցավ։ Մենք անդադ նստած դիրքում իր բնական կորություններին նեղացնում ենք, այսպես ասած։ Իսկ դա վերում է արդեն հիպերլորդոզի, օրինակ համար հիպերլորդոզը գոտկային հատվածի փոսիկն է, կարող է բերել փոսիկի ավելացմանը,
որ արդեն ծանրաբեռնվածությունը ողերի եւ աճառային սկավառակների վրա սխալ է ընկնում եւ կարող են առաջանալ օրինակի համար աճառային սկավառակի ճողվածքներ։ Էկրանները պահել, աչքի դիմաց առանց գլուխը կրացնելու, ժամը 1 դադարեցնել աշխատանքն ու թեթև վարժություններ կատարել։ Սա որոշակի օգնություն կլինի մեր ողնաշարի համար, բայց խնդիրը լիովին վերացնել չի կարող։ Երբ որ երկար են նստած լինում համակարգիչների առաջ, գադջետների առաջ, առաջանում է կուվս, հիպերկիֆոզ, կուս կոչվածը, եւ առաջանում է նաեւ մատների դեֆորմացիա, համենայնդեպս ճկույտ մատի դեֆորմացիա, քանի որ հեռախոսը պահելուց անդադ մենք դնում ենք ճկույտ մատի վրա, որ նկատենք ճկույտ մատը ինքը այս հատվածում առաջանում է փոսիկ, դեֆորմացիա է առաջանում։ Վերջին տարիներին էլ թրենդային դարձած ականջակալները գանգի վրա են դրոշմում իրենց հետքը։ Ստացվում է տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մարդը կորցնում է իր մարդկային կերպարանքը։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։